Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գրեթե երթվել է, թե խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար երկու պայմանից ավելի բան չեն պահանջում։ Շտայնմայերի ներկայությամբ, ով սոցցանցերում մեկ տեղադրեց Արցախի դրոշը, մեկ հեռացրեց, մեկ էլ ներողություն խնդրեց Բաքվից։ Էլի է կրկնում, թե փաստաթղթի 17 կետից 17-ն էլ համաձայնեցված են։ Ասում է, իրենց պայմանները երկուսն են ու նոր չեն։ Ասում է, երկար ժամանակ է այդ պայմաններն առաջ են տանում։ Բողոքում է, դրանք Հայաստանին հայտնի են, բայց լուրջ արձագանք դեռ չեն ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի դուրս բերումը Հայաստանի սահմանադրությունից մեր օրինական պահանջն է։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները։ Օրինական է համարում իր վերջնագրերը, հուժկ ու պնդում անում, որ արժանահավատ երևա այստեղ, բայց հենց իր վերահսկողության տակ եղած մեդիան Աստծո օրը քննարկում է, կազմակերպում պայման վերջնագրերի շարք։ Իսկ այս մեկն իսկական ծաղր է։ Հենց սահմանադրության փոփոխության վերաբերյալ իրենք զարմանում են, ինչպես կարող է մի երկիրը պահանջել մյուսից փոխել սահմանադրությունը։ В международном праве мы проиграем, если даже будем заигрывать. Միջազգային իրավունքի հարցում մենք պարզապես տանուլ կտանք։ Որևէ պետության չես կարող ասել փոխի սահմանադրությունդ։ Այս մասին անշուշտ Գերմանիայի նախագահն էլ գիտի, բայց Շտայնմայերը Բաքվում չանդրադարձավ դրան, բայց հույս ունի, թե խաղաղության պայմանագիրը շուտով կնքվելու է ու Հարավկովկասում տևական խաղաղություն է տիրելու։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բաքվում Բերլինի դիրքորոշումն է բարձրաձայնում։ Արցախի հետ կապված Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։ Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, եւ այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ եւ հստակ դիրքորոշումը։ Մասնագետները չեն զարմանում, հիշեցնում են, հենց եվրոպական հարթակում Երևանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեց։ Գերմանիայի նախագահի մասին, որի պաշտոնը ավելի շատ ինքը հանդիսանում է որպես երկրի ներկայացուցիչ, ինքը փորձել է Հայաստանում PR անել իր երկիրը եւ իրեն անձամբ, իսկ հետո որ տեսավ, որ Ադրբեջանի կողմից է շատ նեգատիվ ընկալվում, դա ուղղակի ներողություն խնդրեց եւ անցավ այն արդեն Ադրբեջանում է հիմա Ադրբեջանի սիրտնաշահում։ Դրանից պետք է հասկանանք, որ եվրոպացիները բաց ասել են, որ Ադրբեջանը իրենց համար ավելի կարևոր երկիր է, որ Ադրբեջանը իրենց ռազմավարական գործընկերն է էներգետիկ ոլորտում։ Կա նաև տեղեկություն, որ ադրբեջանական լոբբիի որջը հենց Գերմանիայում է։ Բունդեսթագի падգամավորներն են դատվում Բաքվից կաշառք վերցնելու, ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբինգով զբաղվելու համար։ Իսկ մինչև պարզ կդառնա, թե ինչպես կվարվեն Բերլինի իրավապահները ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության նախկին ղեկավար Բաքվից աշխատավարձի պես ռեժիմով դոլարներ ստացած Աքսել Ֆիշերի հետ, կամ Բաքվի սև դրամարկղը մսխած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի երբեմնի ղեկավարի հետ, հայկական մամուլը գրում է, որ ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են Իսրայելի ավիաբազայից բեռ տեղափոխել Բաքու։ Բաքուն մերժել է հանձնաժողովների հանդիպում անցկացնելու ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը։ Այն վերաբերում է կարծիքների փոխանակման համար հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնելուն։ Խանդանյանը գրել է, որ Բաքվի իր գործընկերը հեռու է գնացել իրեն անվանելով պոպուլիստ։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն կկրեմ այդ պիտակն այնքան, որքան անհրաժեշտ է, նշել է Խանդանյանը։ Ամեն օր 2 միլիոնից ավելի թուրք է դուրս գալիս փողոց պայքարում Էրդողանի ռեժիմի դեմ, պայքարում Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի ազատ արձակման համար, որին Էրդողանյան արդարադատությունը երկու ծանր մեղադրանքներով փակել է ճաղերի հետևում՝ կոռուպցիա ու աջակցություն ահաբեկությանը։ Վերջին ժամանակների ամենակոշտ ցույցերն են Թուրքիայում, բայց ընդդիմությունը գործի է դնում պլան B-ն։ Փողոցային ակցիաները արդեն համակարգված կլինեն։ Ընդդիմությունը պլանավորում է դրանք շաբաթվա հատուկ օրերին կազմակերպել տարբեր քաղաքներում։ Սրան զուգահեռ ընդդիմությունը ձեռնարկել է ստորագրահավաք։ Պատրաստվում են խորհրդարանական ընտրություն անցկացնելու պահանջով 27 միլիոնից ավելի ստորագրություն հավաքել։ Օրինական գործիքակազմ չունեն, թուրքագետն ասում է, ապավինում են ժողովրդական բողոքի ալիքին։ 23 թվականի նախագահական ընտրություններում, երբ հաղթեց Էրդողանը, նա հավաքեց 52% ձայն
եւ ստացավ 27 միլիոն 800 հազար ձայն։ Հիմա էլ իրանք հայտարարում են ընդդիմությունը 27 միլիոն 700 հազար, այսինքն մոտավորապես 51%։ Այո, ուզում են ճնշումով ժողովրդին։ Ընդդիմությունը կարծում է, որ եթե ժողովրդական մեծ ընդվզում լինի, հետո իրենց սցենարով նախագահական ընտրություններ, ապա կկարողանան վերջ դնել Էրդողանի նախագահությանը։ Առաջարկում են հենց Իմամօղլուի տեխնացությունը, բայց թուրքագետը համոզված չէ, որ այդքան հեշտ կլինի նրան հանել հատուկ բանտից ու ներգրավել նախընտրական քարոզարշավում։ Այստեղ էլ այլընտրանք կա, Անկարայի քաղաքապետն է, նորից նույն կուսակցությունից։ Հիմա որ ինքը կալանքի տակ է գտնվում, դա կապված է շատ խոշոր կոռուպցիոն գործարքների հետ, այդ մեղադրանքների հետ։ Եվ ուրեմն հույս ունեն, որ դատարանում հնարավոր չի լինի դա ապացուցել։ Կամ էլ հավանական է հույս ունեն, որ ճնշումը այնքան մեծ կլինի, որ իշխանությունները ստիպված բաց կթողնեն։ Իրական ճանապարհ ես չեմ տեսնում։ Իսկ այդ մեղադրանքները ահաբեկչության օժանդակության մասնակցության այսպես պահում են որպես այսպես ասած երկրորդ արդեն միջոց։ Թուրքիա առանց Էրդողանի սա դեռ միֆ է թվում։ Թուրքագետն ասում է, վերջին արժանահավատ հարցումներով Իմամօղլուն Էրդողանից շուրջ 10% ավելի 55% ձայն ունի։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե անգամ փողոց դուրս եկածների թիվը բազմապատկվի, Էրդողանը Իմամօղլուին ազատություն չի տա, դա կլինի նրա քաղաքական վախճանը։ Դոնալդ Թրամփի կողմից սահմանվող բարձր մաքսատուրքերը, որոնք նրա իսկ խոսքով կիրառվելու են աշխարհի բոլոր երկրների հանդեպ, հարկադրում են մյուս պետություններին դիմելու համակարգված քայլերի։ Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդելով այս մասին նաև հայտարարել է, որ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան մտադիր են միասնաբար պատասխանել Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկվող քայլերին։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը ընդգծել է, որ հետկոնֆլիկտային շրջանում պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության այրունոտ էջերը վերջնականապես շրջելու եւ կայուն խաղաղության հաստատման համար։ Բաքուն վճռականորեն եւ անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից, ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի հարվածները Գազայի հատվածում 364 մարդու կյանք են խլել։ Ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր էլ-Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները եւ դրանց հարակից բնակավայրերը։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտնում է, որ զինվորների թվում երեխաներ կան։ Ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքը ենթարկվել է ռուսական բալիստիկ հրթիռի հարձակման, վնասվել են բազմաբնակարան շենքեր, 4 մարդ զոհվել է, 14-ը վիրավորվել։ Կատարվածին արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նման հարվածներն ապացուցում են, որ Ուկրաինային անհրաժեշտ են բավականաչափ հոբ համակարգեր եւ հրթիռներ մարդկանց պաշտպանել կարողանալու համար, հայտարարել է նա։ Թուրքական ընդդիմությունը ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հանդես է եկել նոր առաջարկով։ Ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կոչ են արել 24 ժամով դադարեցնել սպասարկման ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը։ Իշխանության ներկայացուցիչները դա անվանել են տնտեսական սաբոտաժ։ Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը, որը 4 տարվա ազատազրկումից բացի արգելում է նրան առաջադրվել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Մարին Լը Պենը հայտարարել է, որ քաղաքական հակառակորդների կողմից ազգային միավորում կուսակցության դեմ ներկայացված հայցը հիմնված է քննադատությանը չդիմացող փաստարկների վրա։ Նա ու նրա համախոհները մեղադրվում են Եվրախորհրդարանի միջոցների վատման մեջ։ Իլոն Մասկի կառավարության արդյունավետության վարչությունը ինչ որ պահի կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ միլիարդատերն իրեն հասանելի կլինի որպես կառավարության հատուկ աշխատակից 130 օր։ Նա նաև հավելել է, որ Մասկը կցանկանար ինչ որ պահի վերադառնալ իր ընկերություն։ Նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու եւ ինչ որ պահի նա կվերադառնա։ Նա շատ տաղանդավոր տղա է, գիտեք, ես սիրում եմ շատ խելացի մարդկանց եւ նա շատ խելացի է։ Նա լավ աշխատանք է կատարել։ Ինչ որ պահի Իլոնը կցանկանա վերադառնալ իր ընկերություն, ասել է Թրամփը Տեսլա եւ SpaceX ընկերությունների գլխավոր տնօրենի մասին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը վիզային սահմանափակումներ կմտցնի չինացի պաշտոնյաների դեմ Չինաստանի, Տիբեթի ինքնավար շրջանի տարածք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում դիվանագետների եւ լրագրողների մուտքի գործող սահմանափակումների պատճառով։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունում։ Այսօր ես միջոցներ եմ ձեռնարկում լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու համար չինացի պաշտոնատար անձանց դեմ, որոնք ինչպես պարզվել է զգալի չափով ներգրաված են այն քաղաքականության մշակման կամ իրագործման մեջ, որը կապված է Տիբեթի շրջան օտարերկրացիների մուտքի իրավունքի հետ, ասված է փաստաթղթում։ Ռուսաստանում օտարերկրացիները մեկ էլեկտրոնային վիզայով կկարողանան մնալ 30 օր, ներկայիս 16-ի փոխարեն։ Օրինագիծը հավանության է արժանացել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։ Նաև առաջարկվում է այս վիզայի գործողության ժամկետը 60-ից դարձնել 120 օր։ Սա կօգնի օտարերկրյա զբոսաշրջիկներին ներգրավել դեպի Ռուսաստանի Դաշնություն, ասվում է նախագծում։ Չինաստանը Թայվանի շրջակայքում զորավարժություններ է անցկացնում։ Թայվանի հարակից գոտուն չինական ավելի քան 10 ռազմանավ է մոտեցել, որին ի պատասխան Թայվանը նույնպես ռազմանավեր է ուղարկել տարածք։ Չնայած առկա լարվածությանը մարտական կրակ չի արձանագրվել։ Չինաստանի զինուժի ներկայացուցիչների տեղեկացմամբ զորավարժությունների նպատակը ծովային եւ օդային բարեկության կարողությունների մարզումն ու համապարփակ վերահսկողություն հաստատելն է։ Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, ուղեցիր է բերել Crew Dragon տիեզերանավը տիեզերական զբոսաշրջիկներով։ Frame 2 առաքելության անձնակազմն առաջին անգամ կթռչի երկրի բևեռների վրայով 425-ից 450 կիլոմետր բարձրության վրա, ասվում է X սոցիալական ցանցում ընկերության միկրոբլոգում։ Թռիչքի գլխավոր հովանավորը չինացի գործարար եւ հետազոտող Չուն Վանգն է Մալթայից։ Հայտնի չէ, թե Վանգը որքան գումար է ծախսել թռիչքի վրա։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատրաստ է հայրության թեստ հանձնել 31-ամյա գրող Էշլի Սենթ Քլերի երեխայի հայրությունը հաստատելու համար։ Ես չգիտեմ երեխան իմն է թե ոչ, բայց ես դեմ չեմ պարզելուն, գրել է Իլոն Մասկը։ Ձեռնարկատերը նաև նշել է, որ թեև ինքը հաստատ չգիտի, բայց արդեն $2.5 միլիոն է փոխանցել Էշլի Սենթ Քլերին եւ տարեկան նրան ուղարկում է $500,000։ Եթե Մասկի հայրությունը հաստատվի, գրողի երեխան պաշտոնապես կդառնա միլիարդատիր տիրոջ 13-րդ զավակը։ Ընդհանուր առմամբ Մասկն ունի 14 երեխա տարբեր կանանցից։ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել Idemia Identity Security France and Technology կոնսորցիումը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Մայրաքաղաքի կենտրոնում ոչ թե մարտաֆիլմի նկարահանումներն են, այլ ռեալիթի շոու իրավապահների մասնակցությամբ։ Սահմանադրությամբ բարձրագույն արժեք համարվող մարդուն ոստիկաններն ասֆալտին են փռում, որովհետև հայհոյել է։ Ներքին գործերի նախարարությունն է պարզաբանում։ Սոցկայքերում բարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Վարորդն էլ պնդում է չի հայոյել։ Հարազատի հուղարկավորության արարողությանն է շտապել առավոտյան 10-ին։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, մոտ 25 րոպե ճանապարհը փակ է եղել։ Վարորդները սկսել են մեքենաներից ազդանշան արձակել, ինքն էլ բոլորի պես։ Ընդամենը, ասում է, եկան հենց իրեն տարան։ Ով է ճիշտ, ով սխալ, հարցնոթում է մնում, բայց գերատեսչության պարզաբանումը մեր երկրի նախկին օմբուդսմենի զարմանքն է հարուցել։ Ոստիկանը փողոցային ռազմորկայի մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն։ Եվ ներքին գործերի նախարարության պարզաբանումը խախտում է Հայաստանի սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը։ Սա քաղաքական հովանավորության հետևանք է։ Անպատժելիության քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը եւ հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։ Իրավական փորձագետն էլ է նկատում տեղի ունեցածը խնդրահարույց է նաև այն իմաստով, որ հստակ մեսիջ է հանրությանը, անգամ փոքր անհամաձայնության դրսևորումը կարող է նմանատիպ պատասխանի արժանանալ։
Այստեղ ինչն է շատ հետաքրքիր, որ հաստատի մենք տեսնենք, որ վարորդը որևէ դիմադրություն որպես այդպիսի ցույց չի տալիս եւ հարձակվում են միանգամից մի քանի պարեկներ, քիչի մեքենայի մեջից ուժով դուրս են բերում, ասֆալտին բարыз բուն իմաստով պարկեցնում են եւ հետո տանում են բաժի։ Այս ամեն ինչը իրավական գնահատական պիտի ստանա մի քանի հարցերի ու չափանիշների ներքո, որովհետեւ այստեղ կոնկրետ ակնհայտորեն համաչափության հարց կա։ Մասնագետը նաև ընդգծում է ավտոմեքենան անձի մասնավոր տարածքն է ու այստեղ են բազում հարցեր առաջ գալիս. Ինչ իրավունքով է եւ ինչի հիման վրա։ Ավտոմեքենան ի դեպ վարորդի տեղեկացմամբ տուգանային հրապարակում է ու այն արդեն մի քանի օր է չի կարողանում վերադարձնել։ Ծրագիր փող ունեցող հարուստների համար ահա այսպես բնորոշեց Նիկոլ Փաշինյանը գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային կերակրային մշակաբույսերի մշակութային 1 հեկտարի հաշվարկով կատարվող հիմնական աշխատանքները, հարուցանք, բերքահավաք, սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը 1 հեկտարի մակերեսով հողատարածքի համար նախատեսվում է 80-ից 110,000 դրամի չափով։ Կառավարությունում ծրագիրը իրականացնելու որոշում ընդունեց, սակայն միևնույն ժամանակ հայտարարեցին, որ այն անարդյունավետ է։ Հաստատեցին, հարուստներն ունեն խոշոր հողատարածքներ, նրանք էլ կօգտվեն։ Հարուստները չեմ ասում, մանը Բիլ Գեյթսը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Ստեղ էլի խոսակցությունը մտնում է փակողի։ Նախկին գյուղնախարարի տեղակալը եւս համաձայն է, որ այո, գյուղացուն սերմացուով ապահովում են, սակայն ամբողջական շղթան իրականացնելու համար էլ գումար է անհրաժեշտ, ինչը հողի մշակը չունի։ Ծրագիր կար, երբ սուբսիդավորում էին դիզվառելիքի, պարարտանյութի ծախսերը, դրանք հիմա չեն իրականացվում։ Եթե դու սերմը տալիս ես, մնացածը չես տալիս, անիմաստ է դառնում այդ թանկ սերմը, տանել ցանել, ավելի վնասը դե շատանում։ Հողից եկամուտ ստանալու դրա արդյունավետությունը բարձրացնելու համար կառավարությունում առաջարկում են կոնսոլիդացնել հողատարածքները։ Վերջին 30 տարվա ընթացքում անընդհատ խոսում են հողերի կոնսոլիդացման մասին, սակայն ըստ ոլորտի փորձագետների այն իրականություն չի դառնում։ Չկան են առարգական ծրագրերը, որոնք կտանեն հողերի կոնսոլիդացման։ Մի բա ՖԱՕ-ի աջակցությամբ շատ լավ ծրագրեր սկսեցին իրականացնել, բայց հետո դրությամբ առարգական գործ չարվեց։ Շոշափելի ձևով այդ ծրագիրը իրականացվեց։ Մի քանի հողակտոր ունեցող տնտեսվարողներին ծրագրով առաջարկում էին միավորել իրենց հողերը։ Նրանք տրամադրում էին գյուղտեխնիկա, պարարտանյութ։ Նախկին գյուղտնտեսության նախարարի տեղակալը երկու համայնքներում կատարված հողերի կոնսոլիդացիայի արդյունավետության մասին ասում է. ծրագիրն արդյունավետ էր։ Ասենք ես 3 տեղ հող ունեի, ընտրում էի մի տեղ, որտեղ հողի տարածությունը մեծ էր եւ պայմանավորվում էի իմ կողքի հարևանների հետ, որ իրենց հողը փոխում էի իմ ուրիշ տեղ գտնվող հողի հետ, այսպես գտնում էին շփող տարածքներ եւ կարողանում էին համաձայնության գալ, ովքեր որ կոնսոլիդացնում էին իրենց հողերը։ Շահագրգռվածություն էր ստեղծում եւ հատի գործը առաջ գնաց։ Բայց հետո էլ դադարեց ու այսպես շոշափելի բան չի արվում։ Սկսեցին թվկա արել կոոպերացիայի ձևավորումը կոոպերատիվներ, բայց ցավոք սրտի էլ օգուտ չտվեց, որովհետեւ մեր ժողովուրդը չի սիրում միավորված աշխատել։ Ընդհանուր հողերի կոնսոլիդացման ծրագիրը սկսվել է դեռ 2 տարի առաջ։ Ծրագրից օգտվելու փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն մինչև հողերի գնման եւ միավորման աշխատանքներ սկսելը պետք է դիմի էկոնոմիկայի նախարարություն։ Միավորված կոնսոլիդացված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է առնվազն 5 հեկտար լինի, ընդ որում փոխհատուցումը ոչ ավելի քան 200 հեկտար է։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այս պահին շահառուններ կան Կոտայքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։ Նշվել է նաև, որ ծրագիրը ներառում է 2 դեպոների վերակառուցում եւ արդիականացում։ Այս պահի դրությամբ ծրագրի ներդրումային փաթեթը գնահատվում է $200 միլիոն եւ այն ունի կարևոր կոնդիցիոն բաղադրիչ, քանի որ նախատեսվում է, որ կներառվի նաև գլոբալ կլիմայական հիմնադրամի կողմից 7 երկրների համար հասանելի ֆինանսավորմանը, ասել է Անետ Աբաբայանը։ Մարտի 29-ի սպանությունը տեղի ունեցել Կոտայքի մարզում, դեպքի վայրը Չարենցավանի ռեստորանային համալիրներից մեկի տարածքն էր։ 4 հոգու Պորշկայանով եւ ջիպով տեղափոխել են Չարենցավան բժշկական կենտրոն, նրանցից մեկը 21-ամյա Ռուբիկ Խանոյանը մահացած է եղել, իսկ վիրավորները 20-ամյա Գոր Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը եւ 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ։ Պարզվել է նաեւ, որ կա եւս մեկ վիրավոր, նրա ինքնությունն էլ պարզվում է։ Հիվանդանոցը ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Կոտայքի մարզային քրեական վարչության պետ
Արթուր Զաքարյանն է։ Ռեստորանի հարևանությամբ գտնվող կաներ գոտում հայտնաբերվել են գլխար, կակնոց, բանալի։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Իսկ նշված ավտոմեքենաները ըստ օպերատիվ տեղեկությունների կապ չունեն դեպքի հետ, պարզապես մարդիկ նկատել են վիրավորներին եւ օգնել ու տեղափոխել են։ Եվ հենց այդ քաղաքացիների շնորհիվ է, որ երեքի կյանքը հնարավոր է փրկել։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։